Դերասանուհի Իրինա Այվազյանը վերջին շրջանում ինտենսիվ կերպով մարզվում է, ամառվան ընդառաջ փորձելով փոխել կազմվածքը։ Այդ մասին նա այս անգամ էլ զվարճալի հոլովակով էր հանդես եկել, իր խոսքում նշելով, որ այնքան է նիհարել, որ հյուծվել է։ Ժողովուրդ ջան, այնքան եմ նիհարել, հյուծվել եմ, մտածում եմ, էլ չկամ պարապմունքի։ Ոչ մեկ չի ճանաչում էլ ինձ։ Դերասանուհի Իրինա Այվազյանի անձնական կյանքը ամենաքննարկվածներից մեկն է հայկական շոու բիզնեսում։ Վերջին շրջանում, սակայն, դերասանուհին շատ խնամքով թաքցնում է իր անձնական կյանքի մանրամասները հանրությունից, ու մեկ անգամ չէ, որ նշել է՝ դաս է քաղել իր նախկին, այսպես ասած, սխալներից։ Հերթական անգամ, սակայն, նրա արած հրապարակումը խոսակցությունների տեղիք էր տվել։ Բանն այն է, որ դերասանուհին լուսանկար էր հրապարակել, նշելով, որ հատուկ է այդպես նկարվել, որպեսզի մատանին երևա։ Համացանցի մի շարք օգտատերեր էլ շտապել էին ենթադրել, որ խոսքը նշանադրության մատանիի մասին է։ Այնինչ Իրինան մի քանի օր շարունակ ինստագրամյան իր էջի սթորի բաժնում պարբերաբար լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում, ցույց տալով, թե ինչ մատանիներ է ձեռք բերել եւ այս ընթացքում կրում է, որոնք ամենևին էլ կապ չունեն նշանադրության հետ։ Հանրությունը տեղյակ է Իրինայի երկու հարաբերությունների մասին՝ Գևորգ Մկրտչյանի եւ Ռաֆ Հարությունյանի հետ։ Խոսելով վերջինիս հետ հարաբերությունների եւ բաժանման մասին, Իրինան նշել էր. «Իրականում բավականին դժվար էր, որովհետեւ մեր բաժանման պատճառը շատ վատ պատճառ էր եւ ոչ մի աղջկա չեմ ցանկանա, որ իր կողակիցը այնպիսի արտահայտություններ անի, ինչ արտահայտություններ արել է այդ պահին իմ կողակիցը։ Դժվար էր սկզբնական շրջանում, բայց հետո, երբ արդեն ժամանակ է անցնում եւ սկսում ես ավելի սառը գլխով դատել, հասկանում ես, որ շատ լավ է, որ այսպես է ստացվել, որովհետև երբ սիրում ես, սիրահարված ես, չես նկատում այդ մարդու ասածը, սկսում ես իր ասածով շարժվել»։ Ինքը չէր պատկերացնում իր կողքին այն տեսակի մարդ, ինչպիսին ես էի, ու դա ոչ թե ներքինին էր վերաբերվում, այլ արտաքինին։ Առհասարակ կապ չունի աղջիկ է թե տղամարդ, ու արտաքինի հետ կապված պետք է ինչ-որ մոտեցում լինի։ Երբ դու արտահայտվում ես, կամ պետք է առհասարակ չարտահայտվել, հատկապես երբ խոսքը վերաբերում է քո կողակցին մինչև քո ընտրելը, եթե դու իրեն տեսել ես այդպիսին, ինչի համար ես ընտրել, որ հետո փոխես, մի տեսական տակտություն է պետք, չէ՞ ոչ մեկի արտաքինի հետ կապված մեկնաբանություններ թողնել ու փորձել փոխել։ Ինքը իրեն շատ սխալ է պահել, բայց ես իրեն ներել եմ։ Արդեն չեմ կարող ասել մեծ սեր էր թե ոչ, որովհետև էլ սեր չկա։ Ամեն դեպքում ես իրեն շատ սիրել եմ, նշել էր դերասանուհին։ Իրինայի հարցազրույցից եւ հայտարարություններից հետո այդ թեմային անդրադարձավ նաեւ հենց Ռաֆը, ով իր խոսքում նշել էր. «Ես ընդհանրապես շատ շուտ հրապուրվող տաքացող տեսակ եմ։ Այն ժամանակ, երբ մենք սկսեցինք շփվել, մոտ մի քանի օր, կարելի է համարել 2 շաբաթ էր, որ մենք ընկեր-ընկերուհի էինք։ Իրինան իր հարցազրույցում ասում է, որ ես իր ընկերն եմ ու դա հանրայնացնում է։ Ես չեմ հերքում դա այդպես էր, բայց հանրային մարդ լինելով 2 շաբաթ անց հանրայնացնել դա չեմ կարծում, որ ճիշտ է։ Մենք չէինք խոսել այդ մասին, հետո զանգեց, ասաց, որ նման բան է ասել։ Ես ասեցի՝ լավ, արդեն արել ես։ Ու որպես այդպիսին այդ ժամանակվանից ես ընկնում եմ թակարդը, ինչի եմ տենց ասում, որովհետև ես չեմ թաքցնում, որ իմ կյանքում մենակ Իրինան է եղել, թեկուզ շոու բիզնեսից էլի մարդիկ են եղել իմ կյանքում ու ես միշտ փորձել եմ գտնել այն միակին, որի հետ ես իմ ամբողջ կյանքը կպատկերացնեմ։ Մանավանդ ստեղծագործող ու արվեստի մարդ լինելով դու պատկերավոր հեռու ես գնում։ Ու Իրինայի հետ կապված խոսակցությունը այնպես գնաց, որ ես ասացի, որ այն ապագան, որ ես քո հետ պատկերացնում եմ, պահ է գալիս, որ ես մենակ եմ, այսինքն մեր համատեղ կյանքը միասին չեմ պատկերացրել։ Իսկ արտաքին տեսքի հետ կապված էլ ասեմ, մի քանի ժամանակ հետո արդեն սկսում ես նկատել բաներ, որոնք մինչ այդ չես նկատել։ Ավելորդ քաշի հետ կապված ինքը միշտ ասել է, որ կուղվի ու ավելի լավը կդառնա։ Ես միշտ իրեն ասել եմ, եթե դու ինչ-որ մի բան էլ անում ես, որը ես ասում եմ մի արա, ես դա առաջինը քո համար եմ ասում, այսինքն ես ուզում եմ, որ դու ավելի լավը լինես, որ ես էլ չլինեմ քեզ արժանի մարդ, դու գտնես արժանին։ Ես այդ ամենը իր համար եմ արել, երբ ասել եմ նիհարիր կամ հետևի քեզ։ Սուտ ասեմ, խնդիրը որն է՝ 2 մետրանոց տղա ու 1.5 հասակով աղջիկ ու մենակ դա, որպես այդպիսին, մարդիկ ասում էին չենք պատկերացնում ձեզ իրար հետ։ Ինձ իր մեջ գրավել է էներգետիկան, բարությունն ու շատ բաներ, բայց ժամանակ է պետք, որ հասկանաս դու այդ մարդու հետ ապագա տեսնում ես, թե չէ։ Լինում են քո մինուսները, իր մինուսները, երկուսիդ պլյուսներն ու այդ ամեն ինչից հասկանում եք, որ իրար համար չեք։
Ինչ պետք է անեի, խաբեի, չէ, PR-վել եմ, չէ, ինչ եմ արել, ասել եմ կգնաս հարցած զրույցին իմ մասին կխոսես, չէ, չեմ ասել, ինչ եմ արել, տեսահոլովակիս մեջ եմ նկարել, թե հետը դուետ եմ արել, չենք PR-վել, մենք նույնիսկ մի հատ համատեղ նկար չենք ունեցել մեր էջում։ Հայտնիությանս հարցում Իրինան իր լուման ունեցել է, բայց դա հիմա դարձել է իմ թշնամին, հիմա դա հակառակն է իմ վրա աշխատում, ինչն է իմ համար նեղվելուն, որ նայում եմ հարցազրույցն ու մտածում, որ լավ մի տարի անցել է քո նախորդ հարցազրույցից, նախորդ զրույցիդ եկել խոսել ես իմ մասին, Գևի մասին ու գտնված եղբորդ մասին, այս հարցազրույցին գալիս խոսում ես իմ մասին, Գևի մասին ու քո եղբոր մասին, լավ քո կյանքում մի հատ փոփոխություն չի եղել, մի լավ բան չի եղել հայտնի մարդ լինելով հանդերձ։ Կարիերայի սկզբում, երբ աշխատում էի պրոդյուսերի հետ, ունեցել ենք պայմանագիր, որտեղ եղել է կետ, որ անձնական կյանքիս հետ կապված հանրային դարձնելուց առաջ դա պետք է քննարկել։ Ես այդ ժամանակ ունեի ընկերուհի, ով հանրային մարդ էր, բայց դրա մասին ոչ ոք չիմացավ ու ես իրեն կյանքիցս շատ եմ սիրել։ Իրինային էլ եմ սիրելու միակ մարդն է եղել իմ բոլոր ընկերուհիների մեջ, որ զգացել եմ, որ ինքն ինձ ավելի շատ է սիրում, քան ես իրեն, որովհետև միշտ ես ավելի շատ եմ սիրել, բայց դեմ գնալ ինքս ինձ ես չեմ կարողացել ու ոչ մի տեղ ես իր անվան հետ չեմ խաղացել, ավելորդ բան չեմ ասել ոչ մի տեղ, բայց պետք է հասկանալ, որ իրար համար չեք ու բաց թողնել, խնայել քո ժամանակը, որովհետև ես այդ ժամանակ սովորում էի, ես գնում էի աշխատանքի ու ունեցածս մի քանի ժամը փորձում էի իր հետ լինել, բայց մի քանի ժամը իրար կողք ուղակի նստելը անիմաստ է, որովհետև մարդը գործունեություն չի ծավալում առաջ գնալու, իսկ դու նպատակասլաց ես ու գիտես, թե ուր ես գնում։ Այդ ամենը խանգարում է, անգամ այդ հարցում հաստ չենք իրար հետ, բացի դա նաև ահա որ շատ է եղել խանդը իր կողմից, ահա որ շատ։ Ժամանակին Իրինան ասել էր, որ ինքը ընտանիքում իրեն չհասկացված է զգում, մի առիթով էլ դերասանուհին նշել էր այս տարիների ընթացքում հասկացել է դա իրենից է եղել։ Ես շատ փակ մարդ եմ անտանելի, իսկ առաջ ես այդ ամենը շատ դժվարությամբ էի գիտակցում, որ դիմացինը կարող է ինձ չհասկանալ, որովհետև ինձ համար ես շատ պարզ էի խոսում։ Իրինայի եղբայրը 44-օրյա պատերազմի ընթացքում եղել այն անհետ կորած համարվող 6 զինվորներից մեկը, ովքեր 72 օր թշնամու տիրապետության տակ մնացած անտառներում են եղել ու կարողացել են փրկվել։ Խոսելով այդ շրջանում իրենց հոգեվիճակի եւ ապրումների մասին, դերասանուհին ասել էր. «Այդ ժամանակահատվածում ես ընդհանրապես կորստի մասին չեմ մտածել, այդ ամենը տեղի ունեցավ երևի թե գտնվելուց հետո»։ Իրինայի եւ երգիչ Գևորգ Մկրտչյանի հարաբերություններն էլ քննարկվում են մինչև այսօր եւ անգամ բաժանումից հետո տպավորություն էր, թե նրանք պահպանել են ջերմ հարաբերություններ։ Գևորգի նշանածը Քրիստինան նույնպես ջերմ հարաբերությունների մեջ էր Իրինայի հետ, սակայն վերջին շրջանում նրանք դադարել են հետևել իրար սոցիալական էջերում եւ այդ թեմային անդրադառնալով Իրինան ասել էր. «Ես հիմա չգիտեմ իրավունք ունեմ խոսելու Գևորգի մասին եւ առհասարակ այդ իրավիճակի, քանի որ ինչպես հասկանում եմ Գևորգը այլևս չի ուզում, որ մեր անունները կապեն իրար, բնականաբար ես էլ չեմ ուզում, բայց պետք է հասկանալ, որ եթե երկուստ էլ հանրային մարդ եք, այդ թեման կարող է անվերջո շապվել։ Ես եմ ավելի շատ որոշել, որ պետք է կապ չունենանք, որովհետեւ իմ կարծիքով իմ հանդեպ սխալ քայլ եղավ իրենց կողմից, ու ես մտածեցի, եթե կարող են այդ քայլը անել ու նման արտահայտություն անել, երբ ես մեկնաբանություն ուզեցի այդ քայլին, մտածեցի, ավելի լավ է, որ բացարձակ կապ չունենանք։ Մեր դուետի մասին է խոսքը, մենք դուետ ունեինք, որը նաև իմ երգն է, փաստացի։ Ես առհասարակ գիտակցում եմ, որ եթե Գևորգի կողքին մարդ կա, մեր անունը պետք է իրար կողք չդրվի կամ մաղենք այդ թեման, բայց գործնական առումով ես միշտ Գևորգի կողմից ստացել եմ, գործնականը մնում է գործնական պատասխանը։ Եթե դուետով կարող ենք երգել ու գումար վաստակել, կանենք, բայց ես անընդհատ հոլովակներ եմ ստանում, որ մեր դուետը երգում է ուրիշ մարդու ձայնագրված տարբերակով, եթե չեմ սխալվում։ Ինձ համար նորմալ չէր, որ Գևորգն ու Արմանը չէին զգուշացրել, որ նման բան է լինելու, շատ տգեղ էր, ու պատասխան եմ ստանում, քանի որ արդեն կողակից ունի, պետք չի, որ ձեր անունները իրար կողք լինի, ու ես մտածում եմ, եթե ամբողջ խնդիրը հենց դա է, իզուր է, որ մենք հարցազրույցների ժամանակ ասում ենք, որ լավ հարաբերությունների մեջ ենք, բայց արդյունքում դուրս է գալիս ուրիշ բան։ Վիրավորված եմ զուտ մարդկային տեսանկյունից։ Գևորգն էլ անդրադարձել էր Իրինայի այս հայտարարություններին ու նշել, որ այն իր համար շատ անսպասելի էր, իսկ հետո հայտնել էր, որ պատմությունը սկզբից կպատմի։
Ես հետ կգնամ ու կսկսեմ ամենասկզբից, միտումնավոր ոչ մի բան չի եղել, իմ վերաբերմունքն էլ չի փոխվել Իրինայի նկատմամբ, այնպես չէ, որ մենք դադարել ենք շփվել, այսպես ասեմ, ինքը նեղացել է, բայց ես ոչ մի միտումնավոր բան չեմ արել։ Առաջին մենահամերգիս ես բեմում եղել եմ մենակ բենդիս հետ ու եղել եմ բեք վոկալիստներ, ովքեր երգել են Իրինայի փոխարեն, ու սա էլ հիմա կասեմ թե ինչու։ Եղել են մի քանի համերգներ, որտեղ ես բացառել եմ այդ երգը ու եկավ հասավ այն համերգը, որից ինքը նեղացել է։ Այդ համերգին նույնպես ես չէի պլանավորել երգել այդ երգը, բայց համերգից մի օր առաջ որոշվում է, որ մի քանի երգ պետք է ավելացնենք ծրագրին, որովհետև քրոնոն չի հերիքում, ու ես որոշում եմ, որ իմ ընկերներից մեկին, ով այդ համերգին էլի ելույթ պետք է ունենար, խնդրում եմ, որ իմ կողքին լինի այդ երգի ընթացքում։ Ճիշտ է, իմ կողմից բաց թողում է եղել, որ ես չեմ զգուշացրել Իրինային, բայց գիշերով մտածում եմ չգրեմ, առավոտյան արդեն սաունդթրեքի եմ լինում ու չեմ հասցնում տեղյակ պահել իրեն։ Համերգի ընթացքում, երբ հանդիսատեսն արդեն սթորիներով կիսվում է, Արմանն ինձ մոտենում է ու ցույց է տալիս Իրինայի նամակը, ու ես հասկանում եմ, որ դրանից հետո արդեն անիմաստ է ինչ-որ բան ասելը, որովհետև մարդն արդեն կարծիքը կազմել է, իսկ ինչի որոշեցի հենց Իրինային չասեմ, դու էլ ես տեսնում, թե ինչ է կատարվում համացանցում։ Ես հենց այնպես չի, որ 2 տարի հրաժարվում եմ խոսել իմ ու Իրինայի մասին, որովհետև 2-3 տարի անցել է ու մարդիկ դեռ մեղավորներ են փնտրում, ու սա ես չեմ արել միայն ինձ համար, այլ նաև իր, ոչ միայն իմ մասին են վատ բաներ գրում, այլ նաև Իրինայի մասին են շատ վատ բաներ գրում կայքերում, ու ես չեմ ուզում ոչ ինձ վնասեն, ոչ իրեն։ Երբ որ Իրինայի կյանքում հայտնվել էր մարդ, սկսեցին քլնգել իրեն, երբ իմ կյանքում հայտնվեց, սկսեցին ինձ քլնգել։ Երբ որ մեզ իրար հետ տեսնում են, անպայման ինչ-որ թեմա գտնում են, մարդկանց մեջ ագրեսիա էր առաջացել, սկսում են վատ բաներ գրել մեզ, ախր չեն գիտակցում, որ մենք էլ ենք մարդ ու մենք էլ քարից չենք։ Վատ մեկնաբանություն գրելուց առաջ պետք է մի հատ այդ մարդուն հասկանալ, մի հատ նույն իրավիճակը պատկերացնել քեզ վրա, հետո նոր գրել, որովհետև հաստատ վստահ եմ, որ նույն մարդիկ չէին անի այնպես, ինչպես որ հորդորում էին, որ ես անեի։ Ես կուզեմ մի բան էլ ավելացնել, որ մեկնաբանություն գրողները մի պահ իրենց պատկերացնեն մի իրավիճակում, երբ իրենք ամուսնացած են ու պետք է այդ ակնկալիքներն ունենալ, որ նախկին հարաբերություններում եղած մարդու հետ ինչ-որ տեղ ներկայանալ։ Ես վստահ եմ, որ հայ կանայք ու աղջիկները շատ հիվանդագին են տանում այն փաստը, որ իրենց կողակիցը կարող է ինչ-որ մի աղջկա հետ անգամ ուղակի գրվի, բայց իրենք այդ ամեն ինչը հաշվի չառնելով մտնում են ու այնպիսի մեկնաբանություններ են գրում, այնպիսի բաների են դրդում, որ ուղակի անհասկանալի է։ Ուղակի պետք չի փնտրել մեղավորների, յուրաքանչյուրն էլ ունենում է ավարտված հարաբերություններ, որը պետք է բաց թողնել։